Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով ստեղծված ջրվեժ անտառպարկում նախատեսվում է սպորտային մեծ ավան կառուցել։ Կառավարությունը դրա համար անտառպարկից 23 հեկտար տարածք է տրամադրել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին։ Մեծ զրույցներում բնապահպանները մտահոգություն են հայտնում, որ դա կարող է վտանգել անտառպարկի կենսաբազմազանությունը եւ հետագա գոյությունը, իսկ կոմիտեն նախագծով խոստանում է չվնասել էկոհամակարգը։ Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ։ Այս ընդհանուր հատակագիծն է, կոտեջների տեղերը կան, որ դնում ենք, տեսեք, ճոնալ բուժկետը կա, ճաշարան ռեստորանը կա, իմիջիալով ճաշարան ռեստորանը հենց այս տեղում է լինելու, որտեղ նստած ենք։ Սա համալիրն է, սպորտային համալիրն է, հրաձգարանը իմիջիալով 10, 25, 50 մետր եւ ստենդային։ Մոտորապես վերևից նկարված ճաշարանի տարածքն է լինելու, այգու տարածքում հեծանվա ուղին է լինելու, որպեսզի քշեն։ Սրանք արդեն ասեցի, այդ տարբեր ճեմուղիներ են, այո, նստելու տեղեր, զրույցի տեղեր, այս այդ բուգելի համակարգն է, իր սահադաշտերով, որ պիտի բարձրացնի վերև եւ սրանք արդեն այդ ձուն փչող սարքերն են, որ պիտի դրվի։ Պարոն Զաքարյան, մեծ նախագիծ եք նախաձեռնել կոմիտեի շրջանակներում եւ ուզում եք ջրվեժ անտառպարկում ստեղծել մի մեծ սպորտային ավան։ Կուզենայինք դրա մասին զրուցեինք այսօր եւ կուզենայինք մի քանի խոսքով ներկայացնեիք, թե ինչ է կոմիտեն իրանից ներկայացնում եւ ինչու եւ ինչպես հասունացավ այդ գաղափարը գալ ջրվեժի անտառպարկ եւ ստեղծել մեծ սպորտային ավան։ Սա առաջի հարցազրույցն է լինելու սպորտային ավանի հետ կապված եւ մեծ սիրով ես համաձայնել եմ այս հարցազրույցը տալ, որովհետեւ արդեն հիմնականում մենք փաստաթղթային աշխատանքների հետ կապված գործերը ավարտել ենք եւ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք նաեւ խոսենք մեր օլիմպիական ավանի մասին, վիլիջի մասին։ Բայց մինչև այդ մեր կոմիտեին ներկայացնել 98 թվականին է ստեղծվել, 99 թվականին առաջի խաղերն են անցկացվել եւ 2023 թվականին ամառային 8-րդ խաղերը անցկացվեցին, իսկ այս տարի փետրվարին ձմեռային երկրորդ խաղերը։ Մենք ունենք եւ ամառային եւ ձմեռային։ 4 տարին մեկ անցկացնում ենք ամառային ձմեռային խաղեր։ Մեր համաշխարհային կոմիտեն բոլոր գաղթօջախներում ունի ներկայացուցիչներ։ Մենք ունենք արդեն մի քանի տասնյակ, հարյուրավոր արդեն քաղաքային կոմիտեներ, որտեղ որ հայեր են ապրում, որտեղ որ հայկական գաղթօջախ կա, որտեղ որ կազմակերպված մասնակցում են համահայկական խաղերին, մենք ունենք քաղաքային կոմիտեներ։ Դրանից բացի 4 տարին մեկ անցկացնում են գլխավոր անսամբլեան, որտեղ ընտրվում են համաշխարհային կոմիտեի նախագահը, փոխնախագահները եւ գործադիր մարմնի անդամները։ 4 տարին մեկ մեր գլխավոր անսամբլեայի ժամանակն է։ Եվ այդ առումով տեսեք մենք ունենք փոխնախագահ, որը պարտադիր մեկը հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ է, մյուսը բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ եւ մյուսը հայաստանյան ներկայացուցիչ է, որը ազատ է։ Բացի այդ կոմիտեում գործադիր մարմնում մենք ունենք ավանդական բոլոր կառույցների, Սփյուռքի բոլոր կառույցների ներկայացուցիչներին։ Թիմերը ձևավորվում են քաղաքների սկզբունքով, ոչ թե հոմենտմեն, բարեգործական, այլ ենթադրենք օրինակ Լիբանանից կամ Սիրիայից կամ Ռուսաստանի Դաշնությունից կամ Ֆրանսիայից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից թիմերը գալիս են քաղաքներով։ Եվ բոլորը միավորվում են քաղաքի դրոշի տակ եւ մասնակցում են համահայկական խաղերին։ Մենք գործադիր մարմնի անդամներ ունենք Բրազիլիայում, ունենք Արգենտինայում, վերջերս նաև Ուրուգվայում, երկու ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը, որը նաև հիմնադիրներից է այս համահայկական խաղերի շարժման, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ունենք Կանադայում, Ֆրանսիայում ունենք, Ավստրիայում ունենք, Կիպրոսում ունենք, Ռուսաստանի Դաշնությունում ունենք, 23 թվականին առաջին անգամ մասնակցեցին նաև
Ղազախստանի պատվիրակությունները մենք ունենք գործկոմի անդամ նաև Ղազախստանում, հեռավոր Ավստրալիայում ունենք 23 թվականի խաղերին 113 հոգի մենակ Սիդնեյից մասնակից ունեինք, որը չափազանց մեծ թիվ էր։ Մոտ 130 եւ ավել ունենք Բուենոս Այրեսից։ 297 հոգի պատվիրակությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքներից էին։ 1000 կարծեմ 46 թե 47 հոգի Ռուսաստանի Դաշտության 24 քաղաքներից եւ այդպես շարունակ։ Ֆրանսիայից մեծ պատվիրակություն կար, Ավստրիայից կար, Իրանը մշտապես մեծ պատվիրակություն աղարկում եւ մենք այնտեղ ունենք գործկոմի անդամ։ Գործկոմի անդամ ունենք Թուրքիայում, Ստամբուլում, գործկոմի անդամ ունենք Լիբանանում, Սիրիայում։ Լիբանանում իմիջիալոց մեր հիմնական ավանդական կառույցներն են այնտեղ։ Ես վերջերս գտնվում էի Լիբանանում եւ բավական երկար խոսել ենք մեր վիլիջի մասին, այդ գաղափարի մասին եւ մեր բոլոր կառույցները միահամուռ պաշտպանել են ու գաղափարին ու այդպես շարժվել ենք առաջ։ Որտեղից ծնվեց գաղափարը եւ ինչու այս գաղափարը ծնվեց առաջի հերթին։ Տեսեք, ցանկացած սպորտային միջոցառում, հատկապես օլիմպիական խաղերը, ես ինքս ժամանակին, երբ որ սպորտի բնագավառում էի աշխատում, մասնակցել եմ 6 օլիմպիական խաղերի։ Օլիմպիական խաղերի ժամանակ պարտադիր թիվ 1 պայմանը պետք է լինի վիլիջ, ավան, օլիմպիական ավան, որտեղ բոլորը ապրում են այնտեղ, մարզիկներ, մարզիչներ, պատվիրակության անդամներ եւ այլն։ Օլիմպիական ավան ինչով է կարևոր, որ նախ բոլորը միտեղ են ապրում, միտեղ են սնվում, բժշկական ծառայությունները միտեղից են օգտվում եւ շատ ավելի կազմակերպված ու հանգիստ է լինում միջոցառումների անցկացումը։ Համայնքական խաղերի պարագայում շատ ավելի կարևոր է ավանը, ինչու։ Ես դեպքեր գիտեմ, երբ որ մեր հայրենակիցները, երիտասարդները, որ գալիս են համայնքական խաղերին, շատ դժվար են խոսում հայերեն, շատ դժվար։ Տեղեր կա, որ նույնիսկ 1-2 բառ են ասում, հետո անցնում են այն քաղաքի կամ այն երկրի լեզվով են խոսում, որտեղ իրանք ապրում են։ Եվ մեր կոմիտեի անդամները, հատկապես հնաբնակները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ էին խոսում այն մասին, որ համայնքական հատկապես ամառային խաղերին, երբ որ 3 շաբաթ եւ ավել մնում են, հետ գնալուց հետո բոլորի լեզուն մի տեսակ բացվում է, սկսում են հայերեն խոսել, հայերեն մտածել, իրար հետ շփվել, եւ այս առումով շատ կարեւոր է վիլիջը, որ բոլորը միասին ապրեն, որտեղ պարտադիր պիտի խոսեն հայերեն եւ մենք նաեւ ծրագիր ունենք, որ այդ խաղերի օրերին պիտի արագացված դասընթացներ կազմակերպենք լեզվի ուսուցման, որպեսզի այն մարդիկ, ովքեր դժվար են խոսում հայերեն, որ նաեւ հայերեն կարողանան լավ շփվել, խոսել։ Վիլիջը նաեւ կարեւոր է այն առումով, որ մասնակիցները մոտ լինեն Երևանին։ Իրեք, երբ որ մենք վիճակագրությունն ենք նայում, 83, 84, 85, մի տարի 86% եղավ մասնակիցների, որ առաջի անգամ էին գալիս Հայաստան։ Եվ բոլոր եկողները միանշանակ ուզում են լինել Երևանին մոտ, Երևանի տարածքում, որտեղ խաղերից հետո իրենք վայելում են Երևանը։ Եվ այդ օրերին, եթե նկատում են մեր հայրենակիցները, ամբողջ քաղաքը մի տեսակ հեղեղվում է համայնքական խաղերի շնչով։ Տարբեր երկրներ, տարբեր մարդիկ, տարբեր բնույթի մարդիկ, տարբեր միջավայրերում մեծացած մարդիկ եւ բոլորը հավաքվում են Երևանում ու տոն է դառնում իրենց համար։ Եւ շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել, որ խաղերի ժամանակ մենք պարտադիր չեմ հիշում խաղեր, որ ամուսնական զույգեր չլինեն։ Դա էլ է շատ հետաքրքիր եւ կարծեմ 43-44 արդեն այս ընթացքում խաղերի ընթացքում մենք այդպես ամուսնացել են իրար հետ երիտասարդները, հայերը։ Առաջի պատճառը, որ ընտրվեց ջրվեժի տարածքը, որ Երևանամերձ էր։ Այո, ջրվեժի տարածքը ընտրվեց հենց այդ պատճառը, որ Երևանին շատ մոտ լինի, որ խաղերից հետո երիտասարդները վայելեն մայրաքաղաքը, լինեն մայրաքաղաքում։ Հետո Երևանից մեր բոլոր տեսարժան վայրերը շատ ավելի մոտ են, որ գնում գալիս են։ Իհարկե խմբեր կան, որ մինչև Տաթև են հասնում, Գորիս են գնում, Հաղարծին են գնում, Սևանն են շատ սիրում,
բայց ամեն դեպքում միևնույնն է Երևանը բոլորին ձգում է եւ Երևանը այն վայրն է, որ բոլոր ուզում են այդտեղ ապրել։ Բայց այդ տարածքներ դիտարկել եք։ Այո, տարածքներ շատ կար, հիմա մի քանիսը կարող եմ ասել։ Երբ որ մենք քննարկում էինք, տարբերակ կար, որ վիլիջը կառուցվի այն տարածքում, որտեղ այսօր նախատեսվում է ակադեմիական քաղաքը։ Մի քիչ ավելի բան էր լինում, հեռու էր տարածքը գտնվում եւ հետո պարզվեց, որ այն մասը, որ հավանական էր, որ մեզ առաջարկեին, ինքը ընկավ ակադեմիական քաղաքի տարածքի հատակագծի մեջ եւ այդ պատճառով մենք ուրեմն բնականաբար չէինք կարող այդ տարածքը նայել։ Հետո երկրորդը Երևանի մեջ մի տարածք կար նայում էինք, բայց ցավոք սրտի, երբ որ մենք ուսումնասիրեցինք, դա մոտավորապես Հրազդան ստադիոնի շրջակայքում էր գտնվում, պարզվեց, որ ընդամենը լավագույն դեպքում կարող է 5-ից 7 հեկտար լինել, որը շատ քիչ էր եւ բնականաբար չէր բավարարելու այն ծրագրին, ինչ որ մենք ուզում էինք անել։ Հետո մի տարբերակ նայվեց, կարծում եմ, ինչքան հիշում եմ, Եղբարդի կողմերը, Նայիրի շրջանի կողմերը, որտեղ էլի տարածքի սակավությունն էր պատճառը, որ մենք չկարողացանք այդ տեղը ընտրել։ Իսկ այս տեղը, որ ընտրվեց, ճիշտ ասած, շատ լավ տեղ է եւ հիմա դուք ինքներդ էլ տեսնում եք, որ երբ որ միանգամից կարդում ենք որոշումը, չէ, ջրվեժ ժանտարտնտեսություն, պոակի տարածք բան, բոլորը միանգամից մտածում են, անտառի մեջ, հիմա անտառը վարի է գնալու եւ այլ եւ այլը։ Ես մեմ ասեմ, որ այդպիսի բան չկա, այն տարածքը, որ կառավարությունը օգոստոս ամսին հատկացրել է մեզ եւ անհատույց է հատկացրել, այս տարածքում տեսնում եք ոչ մի անտառի ծառատեսակ գոյություն չունի։ Ավելին ասեմ, մեր ծրագրով մենք նախատեսում ենք 20,000 ծառ անտառին բնորոշ, մեր հայկական անտառին բնորոշ ծառեր տնկել, բայց դրանց մեծ մասը 10,000 եւ ավել ծառ լինելու են եղևնիները, որոնք շատ կարևոր են այս բնության համար եւ շատ պիտի նպաստեն նաեւ այս տարածքի, որը ես այս տարածքը եթե շատ կարճ կոնկրետ ասեմ, ամայի տարածք է, այստեղ ոչ մի բան չկա։ Շատ պարզ երևում է եւ ես ուզում եմ, որ նաեւ բոլորը տեսնեն այս ամեն ինչը ինչ է եւ իհարկե Աստված տա, որ ծրագիրը ավարտենք, վերջացնենք, հետո կտեսնեն, թե ինչքան գեղեցիկ տարածք ունենք մենք այստեղ կառուցված։ Ամայի բարի վրա հիշեցի կառավարության որոշումը եւ հիմնավորումները, պարոն Զաքարյան, այնտեղ էլ ի սկզբանե այդպես ձևակերպվում եղել եւ շրջակա միջավայրի նախարարությունը մեկնաբանություններում նշել է հստակ, որ չի կարելի էկոհամակարգը համարել ամայի, ինչ որ չափով, եթե նույնիսկ բուսականություն կա եւ բզեզներ կան, չգիտեմ, թռչուններ կան, ամեն ինչ, դա արդեն իսկ էկոհամակարգ է։ Հետևաբար նույնիսկ մի քանի թուփը ծառը, որ այստեղ երևում է, ինքը ինչ որ չափով էկոհամակարգ է ձևավորել, դրա համար էլ ընդգրկվել է անտառպարկի տարածքում։ Չեմ ուզում այդ մասնագիտական բաների խնդիրների մեջ մտնել, Քրիստինե ջան, ոչ էլ վիճել, բայց այդ տրամաբանության որ նայենք, այս ամբողջ տարածքները, ասենց որ դիտարկենք, սա կարող ենք դիտարկել էկոհամակարգ, ուրեմն ոչ մի բան պիտի չարվի։ Հիմա այս ներքևը տեսնում եք, ինչ գեղեցիկ մասնավոր մարդիկ, այ մեզանից ներքև, որտեղ մենք երրորդ փուլում պիտի մեր բուգել համակարգով ճոպանողին կառուցենք, տեսնում եք ինչ գեղեցիկ այգիներ են պատրաստել։ Այդ նույն տրամաբանությամբ ասենք, գիտեք ինչ, այստեղ կարող են այս խնդիրները լինել։ Ես կարծում եմ, եթե բնության հետ խնամքով վերաբերվեն, ընդհանրապես, եւ խնամքով վերաբերվեն ամեն մի ծառին, թփին, այսօր օրինակ ես ինքս շատ սիրում եմ բնություն, ես գիտեմ մի ծառի արժեքը անգամ ինչ է նշանակում մեր բնության մեջ ծառի արժեքը, հատկապես Երևան քաղաքը, որ չէի ասի, որ այդքան շատ մաքուր օդային համակարգ ունենք եւ այդ առումով, երբ որ մենք քննարկում ենք մեր գոլեգաների հետ ծրագիրը,
Այս ես առաջարկեցի, որ անպայման այն տարածքը, որտեղ մենք նախատեսում ենք մեր վիլիջը կառուցել, պիտի նվազագույնը 20,000 ծառ տնկենք։ Եվ դա անելու ենք։ Դա ամենասկզբից այդ տնակները դնելու հետ միասին յուրաքանչյուր տնակ իր տարածքով պիտի շրջապատվի այդպիսի ծառատեսակներով, մեր հայկական անտառին բնորոշ ծառատեսակներով։ Պարոն Զաքարյան, որքան հասկացանք, մեծ են ծավալները եւ մեծ ավան է լինելու արդյոք դա միայն կոմիտեի եւ մարզիկների համար է, սովորական սփյուռքահայը կամ զբոսաշրջիկը կարողանալու է գալ այստեղ ապրել, օգտվել այս տարածքից, թե փակ է լինելու այլ զբոսաշրջիկների եւ անձանց համար։ Միանգամից պատասխանում եմ, որ այո, կարող են գալ եւ մենք հետեւյալ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Համայնքական խաղերը, տեսեք, ձմեռային խաղերը 10 օր են տևում, մի քիչ ավել, մի քիչ 2 շաբաթ, այդպես համարենք։ Ամառային խաղերը մի քիչ ավելի երկար են, որովհետեւ մարզաձևերն են շատ եւ թիմերն են շատ գալիս։ Եվ քիչ առաջ ես նշեցի, որ վերջի խաղերին մենք ունեցել ենք 7161 մասնակից։ Իհարկե շատ մեծ թիվ է եւ օլիմպիական խաղերի ժամանակ 8.5-9000 մասնակից է լինում եւ տարի այս թիվը ավելանում է։ Օրինակ առաջի խաղերին, եթե 1100 մասնակից ունեինք, հիմա 7161, ես վստահ եմ, որ 10-րդ խաղերին 10000-ի մոտ մարդ է լինելու։ Չհաշված ինչքան տուրիստներ են գալիս, ինչքան հարազատներ են գալիս։ Ես բացման ժամանակ հիշում եմ, Գյումրիում եղավ 23 թվին, 15 թվին Երևանում եղավ, երբ որ անձամբ ես 2-3 անգամ տարբեր հեռուստամիջոցներով, հեռուստահաղորդումների ժամանակ խնդրեցի մեր հայրենակիցներին բացման արարողությանը չգալ, որովհետև ինքը մուտքը ազատ էր եւ մենք բոլորը հրավիրատոմսեր էինք բաժանել։ Հիմա հեռավոր Արգենտինայից 130 մասնակից է գալիս, երևի մի 50-60 հոգի եւ ավել հարազատներ են, քույր, եղբայր, հայր, մայր, չեմ իմանում, մորաքույր եւ այլն։ Հիմա այդ մարդիկ ոնց կլինի, ասենք, բացմանը չգան, չմասնակցեն։ Նույնիսկ հիշում եմ դեպքեր, նույն Գյումրիում էլ արեցինք, Երևանում էլ արեցինք, որ մենք մի քանի տեղ մեծ հեռուստաէկրաններ ենք տեղադրում բացման արարողության ժամանակ, Թատերական հրապարակում, մի անգամ Սասունցի Դավիթի արձանի մոտ տեղադրեցինք, նոր Կամայքում տեղադրեցինք, տարբեր տեղեր դնում ենք, որպեսզի մարդիկ հավաքվեն նայեն, հետաքրքիր է ամեն դեպքում, շատ սիրուն է, շատ լավն է ինքը, եւ այս առումով մեծ է, բայց համայնքական խաղերը, հիմա դրանից դուրս վիլիջը պիտի գործի, իհարկե պիտի գործի, որովհետեւ երբ որ ստեղ եկան բնակվեցին մեր հայրենակիցները խաղերի ժամանակ, իրանց սնունդը լինելու է 100%-անոց ձրի, որևէ բան չեն վճարելու, ոչ ապրելու, ոչ բանի։ Հիմա ինչ պիտի անի վիլիջը, որպեսզի աշխատի։ Դրա համար մենք քննարկելով նաև մեր գործընկերների հետ հետևյալ մտքերը ունենք, որը արդեն ամրագրված է նաև մեր ներդրումային ծրագրի փաթեթի մեջ, որ վիլիջը համայնքական խաղերից դուրս ծառայելու է առաջի հերթին Սփյուռքի բոլոր ուսանողների համար որպես կացարան։ Ինչքան մենք սփյուռքահայեր ունենք, որ գալիս են սովորելու, չէ՞։ Բոլորը կարող են գալ ստեղ ապրել, ստեղ մնալ, իրենց ուսումը շարունակել։ Բայց ոչ անվճար։ Կարծում եմ այդ հարցը դեռ քննարկվելի է, հələ դեռ կքննարկենք, կնայենք, եթե այնպես լինի, որ վիլիջը շատ լավ եկամուտներ ունենա, հատկապես туриզմի եւ որպես հանգստի գոտի ծառայելուց, շատ հավանական է, որ մենք անենք անվճար, հատկապես մեր սփյուռքահայ երիտասարդների համար։ Բայց դա հələ քննարկելու խնդիր է, կնայենք։ Բացի այդ մենք նախատեսում ենք, որ Սփյուռքի բոլոր միջոցառումները, հատկապես հավաքները, տեսեք, սկաուտական հավաքներ են անում, ամիսներով գալիս են, անտառներ են գնում, վրաններ են խփում, մնում են, ապրում են, երիտասարդները, հայ երիտասարդները, բարեգործականն իր սկաուտական հավաքն ունի, հոմետմենն իրեն ունի, մյուսը, կարող են ստեղ գալ հանգստանել, լիքը տեղ կա, վրան էլ կարող են խփել, եթե ուզում են վրանների տակ մնան, մեր տնակներում կարող են ապրել, եթե ուզում են ապրել, այնպես որ հնարավորությունները շատ է։ Եվ վերջում ամենակարևորը ինքը պիտի հանգստի գոտի լինի նաև Երևան քաղաքի բնակիչների համար, որովհետև
ցանկացած ժամանակ, ցանկացած բնակիչ կարող է գալ, տնակը վերցնել, կարող է օգտվել ճաշարանից, կարող է չօգտվել, կարող է ինքը իր միջոցներով իր սնունդը ապահովի, բայց ինքը պետք է դա դառնա։ Եվ չորրորդը որպես տուրիստական կենտրոն ենք ուզում դարձնել, հատկապես ինչի համար, որովհետև ինքը նախ Երևանին մոտ է։ Մեկ, երկրորդը շատ գեղեցիկ տեղ է, եթե մի քիչ եղանակը բարենպաստ է լինում, ամբողջ Երևանը, այնպես մեր տարածքից, որտեղ հիմա հարցազրույց ենք անում, ամբողջ տարածքը երևում է։ Ամբողջ տարածքը շատ գեղեցիկ։ Եվ կարծում եմ այս առումով ինքը գայթակղիչ կլինի նաև տուրիստական բանի համար։ Բացի այդ, հինգերորդը, որ այն բարձական կառույցները, որ մենք պիտի ստեղծենք, օլիմպիական չափանիշներով լողավազան, ֆուտզալի դահլիճ, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի կորտերներ, հեծանվահրապարակ, հրաձգարան, կարծում եմ շատ շատերին կհրապուրի նաև, որ գան եւ մարզվեն, որտեվ այս մեր տեղից մինչև Երևանի կենտրոն ճիշտ 10 կիլոմետր է։ Հասկանալի է։ Այսինքն ինչ որ չափով նաև ինքը բիզնես նախագիծ է դիտարկվելու, որ կարողանաք աշխատեցնել վիլիջը։ Անշուշտ։ Ասեմ ձեզ, որովհետև մենք հաշվարկել ենք, եթե ամբողջ ծավալով մենք շինարարությունը ավարտենք, մոտավորապես 1200-ի չափ աշխատող պիտի լինի։ 1200 հոգի։ Պատկերացնում եք, դա շատ մեծ տնտեսություն է։ Դա միշտ ավարտելը թե ավարտելուց հետո։ Երբ որ ինքը ամբողջ տեսքով 3 փուլերը մենք ավարտենք շինարարության, դրանից հետո ամբողջ ծավալով աշխատելու դեպքում այդքան աշխատատեղ պիտի բացվի։ Հասկացա։ Պարոն Զաքարյան, դուք նշել եք մոտ 21 միլիարդ դրամ ներդրման մասին ձեր կառավարության ներդրումային ծրագրում։ Կուզենայի հասկանայինք, մեր ընթերցողներն հասկանային, որտեղից են ներդրվելու այդ գումարները։ Կան անհատներ, անձիկ, թե բանկային միջոցներ եք ներգրավվելու։ Տեսեք, համահայկական խաղերը, երբ որ մենք կազմակերպում ենք, ամեն դեպքում 2011 թվականից, երբ որ ես այս կառույցի նախագահն եմ, մենք առաջինը պետական բյուջեից որևէ լումա չենք ծախսել։ Ոչ թե նրա համար, որ չեն տվել։ Ընդհակառակը բոլոր ժամանակների բոլոր ղեկավարներն էլ առաջարկել են, որտեղ այս գաղափարը շատ լավն է, սա իրոք Հայաստանի եւ Սփյուռքի միջև աշխատող, ես չեմ ուզում մեծ բաներ ասել, բայց լավագույն օրինակներից մեկն է եւ գործող օրինակներից մեկն է, այլ մեր տրամաբանությունը հետեւյալն է եղել եւ մեր հիմնադիր անդամները Ալբերտ Բոյաջյանը, որ այսօր կենթանի է եւ փոխնախագահ է եւ մյուս մարդիկ, որ մի քանիսը իհարկե այսօր չկան, չեն ապրում, բայց իրենց գաղափարները մենք բոլորը մինչև հիմա կիսում ենք, առաջին նախագահ Աշոտ Մելիքյան Ազարյանը, Հրանտ Բարդակչյանը կանադայից, իրենց նպատակը այն եղել, որ երիտասարդները շատ գան Հայաստան եւ ֆինանսական միջոցները մնան երկրում։ Եվ այս առումով մեր խաղերը այդքան տեսեք, ամենը մի բան ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 297 մարդ եկավ։ Դուք հաշվեք ինքնաթիռի տոմսերի արժեքը, հաշվեք հյուրանոց, 20-22 օր մնում են, ամբողջ օրինակ մեր հրապարակի Մարիոթ հյուրանոց իրենք էին փակել 23 թվականին Գյումրիի բացումից հետո։ Տեսեք ինչքան ֆինանսական միջոցներ ա մտնում եւ սրանք բոլորը անում են մեր բարեգործները, մեր անհատները, մեր կոմիտեները քաղաքային, մեր գործկոմի անդամները եւ այս առումով այս տրամաբանությունը նաեւ դրել ենք այս վիլիջի կառուցման գործում։ Ես իհարկե այսօր անուններ չեմ հրապարակի, դրանք լինելու են շատ թափանցիկ։ Մենք ունենք հետեւյալ մի քանի սկզբունքները։ Այս տարածքում մենք ունենալու ենք 30, 50 եւ 100 տնակներ։ Արդեն գիտենք 30 տնակի արժեքը ինչքան է, 50 տնակի արժեքը ինչքան է եւ 100 տնակի արժեքը ինչքան է։ Այսինքն այդ ասելով ես նկատի ունեմ, որ բալանին բացեն, մտնեն ու միանգամից ապրեն։ Որևէ բան այլևս այնտեղ պակաս չլինի։
Եվ դա կոչելու ենք մեր բարեգործների անունով։ Կան բարեգործներ, որոնց հետ ես հանդիպել եմ, օրինակ մեկը ցանկություն է հայտնել, որ այս մեկը կարող եմ ասել, մեր Վարդ Ալեքսանյանը Եգիպտոսից, որ ինքը ժամանակին բասկետբոլ է խաղացել եւ այլն, այս տարիքով մարդ է, շատ հարգարժան մարդ եւ մեր մշտական բարերարներից, բարեգործներից ինձ խնդրեց, ասեց Իշխան ջան, ասեց, որ բասկետբոլի դահլիճը ես սարքեմ, իմ անունով կդնեք, ասի հենց այդպես որոշված է։ Վարդ ջան, ասի որոշված է, որ այդպես պիտի անենք։ Մենք որոշել ենք կոչենք բարեգործների անունով թաղամասերը։ Սպորտային կառույցները նմանապես, եթե իրենք կուզենան դնել։ Այս առումով ես բավականին շատ արդեն 2 տարի եւ ավել հանդիպումներ եմ ունեցել, ասեմ դες, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշտությունում, Վրաստանում, Իրանում, Լիբանանում, Ղազախստանում, եվրոպական մի քանի երկրներում եւ այսօրվա վիճակով, եթե ամեն ինչ որ մենք խոսել ենք, պայմանավորվել ենք, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ֆինանսավորում ինչ որ մենք նշել ենք, երևի արդեն 70-80%-ը այս պահին պիտի համարենք, որ հնարավոր է, որպեսզի մենք ունենանք եւ կառուցենք։ Բայց առայժմ խոստումների տեսքով են դրանք։ Դե խոսել ենք մարդկանց հետ, գիտեք, չէինք կարող կոնկրետ բան խոսել, որտեղ չգիտեինք որտեղ պիտի սարքենք։ Տեղը չկար։ Երբ որ դու կառուցում ես ստեղ, դա այլ գին ունի։ Երբ որ դու կառուցում ես այլտեղ այլ գին ունի, ամեն ինչը բան է, կախված է տեղանքից, կախված է վայրից եւ կախված է, օրինակ, ստեղ ռելիեֆը այնպեսին է, որ մենք բավականին շատ աշխատանք պիտի անենք։ Պատկերացնում եք, հիմա ստեղներ գեղեցիկ, հարթ, լավ տարածք։ Մենք բնական հողային աշխատանք քիչ պիտի անենք եւ այլը եւ այլը եւ այլը, չէ՞։ Հիմա ամեն ինչ իր բանն ունի։ Մենք որոշումը ստացել ենք ընդամենը օգոստոս ամսին եւ դրա համար մի քիչ բարդ էր մարդկանց հետ բան անել, խոսել։ Հիմա մենք ձևակերպումների փուլում ենք, հուսում ենք, որ մինչև այս տարվա վերջ որևէ բան չկա, նաև կստանանք կադաստրի վկայականը, որից հետո արդեն մենք նոր փաստաթղթերով իրավունք ունենանք պայմանագրեր կնքել մարդկանց հետ, հովանավորների հետ, բարեգործների հետ եւ անհատ մարդկանց հետ, բացի այդ մենք նախատեսում ենք լավ հերոստա այդպես մարաթոններ անցկացնել, երբ որ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ, այնտեղ հանդիպեցի մեր շատ սիրելի երգիչներին, Արմենչիկին, Արման Հովհաննիսյանին եւ Թաթա Սիմոնյանն էլ պիտի լիներ, բայց ինքը ուղղակի գործերով բացակայում էր։ Այդ մարդիկ են, որ ինչքան ես հիշում եմ, մեր բոլոր խաղերի բացման ժամանակ անվճար երկել են։ Անվճար առանց որևէ ակնկալիքի մասնակցել են մեր բոլոր միջոցառումներին։ Եվ հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյան առաջարկեց, որ Երևանում Հրազդան ստադիոնում, որտեղ շատ մարդ է տեղավորվում, մենք անցկացնենք Լոս Անջելես Երևան կամուրջ, հեռուստակամուրջ, որը իհարկե պետք է ուղեկցվի նաև այդ շատ ճոխ համերգով եւ հիմա դրա վրա մենք աշխատում ենք եւ մեր այդ լավագույն երգիչները պիտի մասնակցեն եւ բնական է ամբողջ ուրեմն գումարը կհայտարարվի ինչքան է, որ ուղղվի Վիլիջի շինարարությանը։ Օրինակ ասենք դա ծրագրերից մեկն է։ Արգենտինայում հիմա շատ չբացեմ ճակերտներ ինձ այլ բան առաջարկեցին, որը մեծ սիրով մենք կանենք։ Եվրոպական երկրներում մի քիչ այլ։ Վրաստանում շատ հետաքրքիր բան են առաջարկել, Ղազախստանում, Ռուսաստանում, Լիբանանում, այնպես որ ամենտեղ մի հետաքրքիր բան անելու ենք, որի ընթացքում նաև լինելու են այդ հանգանակությունները, որի ընթացքում նաև մեր բարերարները, ովքեր որ ապրում են տվյալ երկրում, իրենց կողմից իրենց ներդրումները կանեն։ Սա գիտեք ինչ, կարճ մենք այս վիլիջին գիտեք ինչ անուն ենք տվել։ Համայնքական խաղերի վիլիջը Հայաստան Սփյուռք երիտասարդության տունն է։
որպեսզի բոլոր այդ ծրագրերը մենք բերենք, շահկապենք, հավաքենք այս վիլիջի շուրջը։ Դա կարծում եմ նաև հայապահպանության համար է շատ կարևոր, հələ սպորտային բաները դնենք մի կողմ։ Շատ կարևոր է հայապահպանության համար, քիչ առաջ խոսեցինք լեզվի զարգացման այդ մշակույթի, դա է մեր մշակութային կյանքի եւ լիք ուրիշ բաներ։ Պարոն Զաքարյան, մի քիչ առաջ նշեցիք կառավարության այդ որոշման մասին, կուզենայի հասկանալ ինչ-որ շտապողականություն կա այստեղ, թե ուղղակի համընկնումներ են, որովհետեւ շատ քիչ նախագծեր են մտնում կառավարություն, անցնում շրջակա միջավայրի փորձաքննություն ու շատ արագ կազմակերպում, տարիներ է տևում շատ հաճախ, իսկ ձեզ մոտ կարծես թե մեկ ամսում այդ 3 ընթացակարգը անցավ, կառավարությունը որոշում կայացրեց, փորձաքննության դրվեց նախագիծը շրջակա միջավայրի եւ եղավ արդեն եզրակացությունը դրական։ Քրիստինե ջան, դրանք շատ վաղուց էին պատրաստ, ուղղակի խնդիրի նորից եմ կրկնում, կառավարության որոշման մեջ էր ամբողջ բանը։ Խնդիրը, թե երբ մենք ստանայինք որոշումը, որ տարածքում ենք կառուցելու վիլիջը, որովհետև ես ասացի, որ տարբեր բաներ են քննարկել, տեղեր են քննարկել։ Հիմա այդ ամեն ինչը պատրաստ է։ Հիմա մենք էլի լիքը փաթեթներ ունենք, որ պատրաստ է, չէ՞ որ էսի մի ամսվա, 2 ամսվա, 3, 4, մի տարվա խնդիր չի։ Մենք 15 թվից սրա մասին քննարկում ենք մեր կոմիտեով եւ ամեն մեկը իմիջիալս մեր կոմիտեում շատ լավ մասնագետներ կան, բացի նրանից, որ մեր գործադիր մարմնի անդամներ են, շատ լավ բիզնեսմեններ կան, շատ լավ այլ, ասենք, բնագավառի ոլորտները պատկերացնող մարդիկ կան եւ այլը։ Հիմա այս առումով պիտի ասեմ, որ մենք շատ ունենք փաստաթղթեր պատրաստած եւ եթե արագ մենք դրանք անում ենք, դա չի նշանակում, որ շատ շտապում ենք, շտապելու բան չունենք, 13 տարի ժամանակ կա։ 13 տարվա մեջ այս ծրագիրը, այս կոմիտեն պիտի անի։ Այսօր ես 4-րդ նախագահն եմ կոմիտեի, կարող հաջորդ ասամբլեայում ես չեմ ընտրվում, մյուսն է ընտրվում, դա խնդիր չի։ Երբ որ չինացիները պատն էին կառուցում, մի ղեկավար չկառուցեց այդ պատը, չէ՞, դարերի ընթացքում կառուցվեց, որտեղ դա ծրագիր էր բոլորի սրտին մոտ եւ ամահունջ եւ այլ։ Հիմա սա մեր կոմիտեի ոնց որ ասած երազանքն է, իղձը, նպատակը, ցանկությունը, չգիտեմ, ինչ անուն ուզում ենք տանք։ Համարով լինի գործկոմի անդամ լինեն, նախագահ, տեղակալ, այս ծրագիրը պիտի իրականացվի։ Եվ ծրագիրը որևէ մեկի սեփականությունը չի, որևէ մեկի բանը չի դառնալու վաղը, սա համաշխարհային կոմիտեինն է, սա Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդությանն է եւ կարծում եմ շատ լավ բան է։ Ինքը գաղափարը ծրագիր է, որ Աստված տա մինչև վերջ լավ կարողանանք անել։ Շատ լավ, պարոն Զաքարյան, կուզենայի այնուամենայնիվ վերադառնայինք շրջակա միջավայրի եւ էկոհամակարգերի հարցերին, որովհետեւ Անտարպարկում 21 տեսակ գրանցված կարմիր գրքյան բույսեր կան, 11 տեսակ բզեզներ եւ այլ էնդեմիկ տեսակներ կան, ու կառուցվելիք ավան, ինչպես դուք արդեն ներկայացրեցիք, շատ հզոր է լինելու 600 տնակ, ավելի քան 7000 ուրիշ նախորդ բաներից ունեք թվեր, արդյոք սա ծանրաբեռնվածություն չի լինի։ Ենթադրենք այս տարածքները գուցե այդքան բուսառատ եւ բանով առատ չեն կենսաբազմազանությամբ, բայց Անտարպարկը ինքը հատուկ ստեղծված պարկ է եղել դրսից ներմուծված տեսակներով, Հայաստանի տարբեր անտառներից քաղած զբոսատեսակներով։ Արդյոք չենք ծանրաբեռնելու այս նախագծով Անտարպարկի մնացած հատվածը եւ վտանգ չեք տեսնում, որտեղ մի քանի էկոլոգների հետ խոսեցի, իրենք այսպես մտահոգություն հայտնեցին, որ այդ մեծ ծրագրերը կարող են արդեն իսկ խաթարել մեր այս Անտարպարկի հետագա գործունեությունը, որպես այդպեսին իր նպատակային նշանակությունը կորցնի Անտարպարկը։ Ասենք դառնա ավելի շատ ավան սպորտային, քան Անտարպարկ։ Տեսեք, ես մի քիչ լավ ծանոթ եմ այս տարածքին։ Եվ հատկապես երբ որ ես վերահսկիչ պալատի նախագահ էի 10 տարի, մենք ամբողջ Հայաստանի անտառները, անտառպարկերը, անտառտնտեսությունը, Սևան ազգային պարկը շատ լուրջ ուսումնասիրություններ են արել։ Ես հիմա շատ փակագծեր չբացեմ եւ այլ բաների մասին չխոսեմ, ժամանակին ես խոսել եմ, հիմա ուղղակի չկրկնեմ նրանք։
Այս տարածքը ինքը այսքան մեծ չի եղել, ինչ որտեղ մի քիչ արհեստական մտել է այդ տարածքի մեջ, հետո ձեզ մի բան էլ ասեմ, օրինակ այս դիմացի հիմա որ մենք նայում ենք, մեծ մասը սրանք համայնքային նշանակության հողեր են, հիմա մենք անտառպարկի հետ անտառպարկ, բայց համայնքների հետ էլ որոշակի խնդիրներ ունենք, նու խնդիր չունենք, այլ ձևակերպումների բան ունենք, որտեվ նաև համայնքային հողեր կան ստեղ։ Հիմա այս նույն տրամաբանությամբ պատկերացրեք վաղը կառավարությունը որոշի անտառպարկի տարածքը շարունակի մինչև Արաքս գետը։ Ինչքան տեղ կա։ Այս սա կարող ենք համարել, որ բան է, խնդիր է, պրոբլեմ է, չի կարելի ոչ մի բան անել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն արհեստական ուրճացված տարածքի վրա եկեք այդքան շատ չդնենք այդ էկոպարկ, բնապահպանական խնդիրներ եւ այլն, որտեվ ես ուղիղ ասում եմ, արհեստական մեծացրած է։ Ինչ վերաբերում է անտառին, անտառի իր տեղում է, անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը մենք այս անտառազուրկ Էլ եմ օգտագործում, ինչ որտեղ մի քիչ ամայի տարածքը վաղը սարքելու են գեղեցիկ անտառ։ Բա 20000 ծառ կատակ են կանում, այդ 20000 ծառ անտառին բնորոշ ծառեր որ դնենք, այդ նույն ձեր ասած միջատները, այդ նույն ձեր ասած կենսա բազմազանության հետ կապված այլ խնդիրները ավելի լավ պայմաններ են, չէ՞ իրանց համար ստեղծվելու։ Շատ ավելի լավ պայմաններ, քան հիմա կա։ Այդ առումով ես նորից եմ իմ քիչ առաջվա միտքը կրկնելու, որ բնության հետ պետք է շատ զգույշ լինենք։ Բնության հետ պետք է շատ ուշադիր լինենք եւ շատ սիրենք։ Մենք ստեղ սիրով ենք ամեն ինչ անելու, նամանավանդ որ հատկապես այս առաջի փուլում մենք ընդամենը տեսեք 15-20 սանտիմետր ընդամենը բետոնային ծածկ ունենք անելու, որ տնակները դրվեն։ Այ ես հիմա ձեզ ցույց տամ մի քանի բան, տեսեք։ Բայց ձեր շմագ նախագծում, պարոն Զաքարյան, չեք նշել այդ բետոնի մասին, հակառակ այնտեղ նշված է, որ թեթև կոնստրուկցիաներ են լինելու խճի վրա։ Հենց դա է նշանակում։ Հա։ Հենց դա է նշանակում, որտեվ տեսեք, այս տիպի բաներ է դրվելու մոտրապես, այս տնակներ, որոնք 100%-ով էկո համակարգ են, էկո համակարգ, եւ սա որևէ բան չի ենթադրելու, որևէ բան չի խաթարելու եւ այլն։ Այս էլ մոտավորապես իր բանն է, նախագիծն է։ Ընդհանուր մի հատ փոքր տեղ, մոտ 30 քառակուսի մետրի չափ եւ 4 սենյակներ։ Բոլորը լինելու է այսպեսին, այսինքն մեջ չեմ իմանում ինչ որ կոնստրուկցիաներ, երկաթ, բետոններ, շումներ, բացած բաներ չի լինելու։ Եվ ամենավերջում, երբ որ մենք այս համակարգը դնենք, այս, տեսեք, այս բուգել համակարգը, այս զորի մեջ պիտի դրվի, որը կարող հանգիստ տարածքը նկարել, որ ստեղ ընդհանրապես որևէ բան չկա, եւ ես իհարկե սա շատ լավ պատկերացնում եմ, երբ որ ժամանակին սպորտի տարիների նաև Ծաղկաձորում ճոպանող են կառուցում, շատ լավ պատկերացնում եմ, սա այն տեղը, որտեղ մենք ուզում ենք անել, սա բացարձակապես որևէ խնդիր չի առաջացնելու։ Ավելին ասեմ, Երևանում տեսեք մենք ինչ ենք ունելու, արհեստական բանն էլ ունենք նույնիսկ դրած, էսա, խնդրեմ։ Այսա պիտի դնենք, որը արհեստական ձյունը արտադրում է, եւ պատկերացնեք, մինչեւ ապրիլի վերջը, մայիսի սկիզբը, ասենք լինելու են, եթե եղանակն էլ մի քիչ օգնի, տեղ, որտեղ հանգիստ կարողանան դահուկի սիրահարները օգտագործել ճանապարհները։ Այնպես որ ինքը լավն է, նախագիծը լավն է եւ վստահ եմ, համոզված եմ, որ նաեւ լավ ավարտ պիտի ունենա, իսկ այդ հարցով բացարձակ ես մտահոգություն չունեմ, մենք ընդհակառակ ամեն ինչով պիտի նպաստենք, որպեսզի բնության մեջ որևէ բան չխաթարվի եւ որևէ բան սխալ ուղով չգնա։ Նորից եմ ասում, ով ինչ անում է, պիտի առաջի պլան մղի բնությունը սիրելը, ծառը, թուփը, ծաղիկը սիրելը։ Եթե այդ բաները չեղավ, այդ արդեն շատ լավ եւ պարոն Զաքարյան, վերջին հարցը թերևս
Ձեր նախագիծը եւ քարտեզը, որ տեղադրված է եւ կառավարության բանում, այդ փաթեթում եւ շրջակա միջավայրի փորձաքննությունը անցել արդեն քարտեզով երևում է, որ դուք վերցրել եք ճանապարհը, որտեղ կարևոր ենթակառուցվածքներ կան անտառպարկի համար, ջրագծեր կան եւ ավազաններ կան, մեկը թերևս գործողն է, մյուսը չի գործում։ Ինչ է լինելու դրանց ճակատագիրը։ Շատ լավ հարց եք տալիս, այս ամբողջ տարածքը պիտի լրիվ նոր համակարգ ստեղծվի, որտեվ սրանք ես չգիտեմ էլ 40 տարի, 50 տարի, 60 տարի, չեմ իմանում, ինչքան ժամանակ է։ Կեսը չի աշխատում, կեսը արդեն քայքայված է, կեսը բանի պիտանի չի։ Ամբողջ տարածքը պիտի այդ նոր համակարգը անցկացվի։ Դա նաև մեր նվերը կլինի ամբողջ անտառին։ Այսինքն դուք ստանում եք։ Այո, իհարկե անելու ենք։ Դա նաև մեր նվերն է լինելու ամբողջ անտառին, որտեվ այսօր ես հիմա նայում եմ ցավոք սրտի, իհարկե այստեղից չի երևում, բայց այն մյուս կողմի վրա բավականին շատ չորացած ծառեր կան։ Եվ պատճառն ի՞նչն է, ջուր չկա, չի ջրվում։ Եթե ջուր չկա, չի ջրվում, ծառը ո՞նց պիտի աճի։ Դրա համար մենք այս ամբողջ համակարգը մենք իմիջիալոց տնօրինության հետ խոսել ենք այս բանով, թեմայով, եւ մենակ դա չէ։ Հələ մենք այն հիմնական դե ճանապարհ կա, որ պիտի շատ գեղեցիկ կառուցենք, պատրաստենք, լավ լուսավորություն անցկացնենք, հետո այս ճեմուղիները, որ ցույց եմ տվել ձեզ, օրինակ իրենց հետ համաձայնեցնելու դեպքում, այ տեսեք սրանք, հիմա մի վարքան նայեմ ուրա ձեզ ցույց տամ։ Ահա, սրանք են, տեսեք։ Այս որ մենք ունենք, այս մասը, այս ճեմուղիները, տարբեր տիպի, զրուցարաններ են հետաքրքիր, ճեմուղիներ են, այս սրանք ամբողջ տարածքում մենք կարող ենք պատրաստել, այն ինչ որ մենք մեր մոտ ենք անելու։ Այո, եթե իրենք կուզենան, այսինքն շատ գեղեցիկ կպատրաստենք, որը նաև նվեր կլինի մեր քաղաքացիների համար։ Հələ տեսեք ինչքան գեղեցիկ նախագծեր կան, ինչքան գեղեցիկ բաներ կան։ Այնպես որ մենք տնօրինության հետ շատ լավ աշխատում ենք, որևէ խնդիր, որևէ բան չունենք, որովհետև երկկողմանի ցանկություն կա եւ սա կառուցելու եւ ինչքան հնարավոր է օգնելու։ Հիմա մենք ենթադրենք, ասենք այս 20000 ծառի մասին, որ խոսում ենք։ Սրանց համար պիտի համակարգ չէ ստեղծենք ռոռոկման։ Համակարգը ստեղծելուց նաեւ անտառի այդ թևը, որտեղ որ կա, մենք սաղ կօգնենք թող էլ լինի։ Այսինքն ինչ հնարավոր է մենք այս տնտեսության, այս պարկի համար կանենք, ինչքան հնարավոր է կօգնենք, ինչքան հնարավոր է կոժանդակենք, ինչ ասեմ։ Հասկացա։ Ձեր պայմանագիրը դեռ չեք կնքել անտառպարկի հետ, ճիշտ եմ։ Չէ, անտառպարկի հետ պայմանագիրը կնքելու հետ կապված հիմա ուղղակի ձևակերպումների բան ունենք, կառավարության որոշումից հետո իրենք մեզ հատկացրած տարածքը պիտի առանձնացնեն, կադաստրի վկայական հանեն եւ դրա հիման վրա արդեն մենք նոր պայմանագիրը կնքենք։ Մենք պայմանավորել ենք հետեւյալ կերպ, քանի դեռ ավանը չկա, չի գործում։ Հա վարձավճար չի լինելու։ Ահա։ Հենց ավանը սկսեց գործել, ըստ օրենքի, ըստ կարգի, ինչքան որ կա, մենք վարձավճարը կտանք, որևէ խնդիր չկա։ Նմանատիպ պատմությունները բաց չթողնելու համար հետևեք հետքի YouTube-յան ալիքին, իսկ առավել մանրամասներին ծանոթանալու համար կարդացեք այստեղ։